նախորդ շաբաթ Աննան նշում էր իր ծննդյան տարեդարձը, մտածեցի, որ ճիշտ ժամանակն է մի ամբողջ եթերով նվիրելու նրան։ Վերջի վերջո նա Աննան է ու այնքան երկար ժամանակ է դարձամեկում աշխատում, որ նրան վերաբերվող արխիվը կարելի է ասել չափ ու սահման չունի։ Ի դեպ իմն էլ, ես Նիկան եմ, ողջույն։ Աննայի օդից վախենալու դրվագը եթերոֆերի ընթացքում երբևէ ցուցադրված ամենակնարկվածն է եղել, բայց իր աշխատանքային պրակտիկայում նա հասցրել է շփվել ոչ միայն օձերի, այլև կապիկների, կրիայի, շիշիլայի և թութակների հետ։ Իսկական կենդանիների իրավունքների պաշտպան։ Եթե հետևում եք դեսքթոփ ծրագրին, երևի արդեն հասկացել եք, որ ես ոչ մի կենդանուց չեմ վախենում։ Արի բռնի աղաչում եմ, կար, արի բռնի։ Արի բռնի, խնդրում եմ, արի բռնի, կար։ Եկավի մոտ, կար։ Բան չկա, բան չկա։ Այս այդ չես կարա պահես ուղակի։ Բռնի, ստեղից բռնի։ Ազուզ կներես։ Մի քիչ խորը ստեղից։ Ես քեզ թշնամի չեմ, ինձ պետք չի տաքանել, դավայ շուտ ասենք։ Ջան, կժա։ Ջան, ոյզի ջան մուշնա։ Ջան։ Այսինքն սենց պրիչոսկա է կարել մոդնի։ Այստեղ դուք կհանդիպեք Ամազոն Ուր ես գնում։ Ոյ մերա։ Եվ չեք տեսել արևադարձային անտառի հազվագյուտ կենդանիների, դրա սկյորիկների, ծանրաքաշոսկա գրյայի, խայտաբղետ թութակների, կոկորդիլ... Չիշի կարեց մամա... Որտև եմ աղ շատ փոքր էր երևում, կամ ես եմ հետ վարժվել։ Բարի, ոզիս ջոմ։ Ոնց ես։ Բայց հիշում եք եմ վաղթ ոնց էի վախում։ Են ասենց գալիս վրազ բրես սաղ։ Մտավ ծոցս, մամա։ Աղջես ինչ են անում։ Տորտի տան։ Չէ, թող հեսա, ոզիս մյուս կոմից հելավ։ Չէ, Յավաս չէ, տիտան դե շուտ տուր, որ ես մեկն էլ ամտնում ծոցս։ Եթե ուզում եք հայտնվել արևադարձային գոտում այս ծրտաշունչ ձմրանը և տեսնել արևադարձային անտարի Մամ, մտելա ծոցս Մտելա Սկուշ մենակ էլի խնդրում եմ Ես չի գա չէ դեմքիս Չէ, Արդեն Ինքը ոչ մի բան չի անում Վախում եմ աստված Հաստատ ոչ ման չկա Կայվա Մենակ մի բուրակա ժեշ չխլենա Գնաց Բան չի երեղը Եթե ուզում եմ Մամա Բան չի անում Դող չբերի դեմքին մոտ Հիմա դիրետ կենթան բան բացատիր Ինք իրան լավ ասգո Բարձրի Լեխուտ բարձրացրում Զինվոր Արդեն հումոր եմ անում Շատ լավ ես պարում Միհրանը Կոդեմ Բեր պաչիկ անեմ հետո պարի Ոյ վերնա սորդի Ջում, ող պաչիկ արեցիք ինձ Ջան, կարոտում եմ ես օծերին, հա Մամաս չի թողում, թե չէ ես է կպահեի Կատու էին ինձ նվիրը, մաման ինձ կատվի հետ դուրս հանեց Ասես, կամ մենակ կգաս, կամ չգաս Սողուններ, թրջուններ և կատնասուններ 100 կիլոգրամանոց կրյա, մանգուստներ Ես ոնց դիտվում ձգում եմ, որտև ինձ ոնց հաճելի է Այս սիր չտակ, մամաս տնակ իմ Պակստանը Այդ երբանից է Աննան սկսել շփվել կենդանիների հետ, երբ սկսեց վարել դեսքթոփը Իսկ դեսքթոփում բացի կենդանիներից խոսվում է նաև
այլ բաների մասին։ Եթերովում Desktop Off-ն է։ Ինչ բծախնդիր քթի մազմարդ ես դու վայ։ Գնաց։ Մանյակ։ Կայնի մի Արա։ Ինչ։ Ինչ ասիր։ Ասի մի արա։ Հախի։ Անշնորհք։ Բիզնես անենք, կապիկ, Երևանից կապիկ բռնենք տանենք։ Ունաստա։ Ուշադիր։ Սաղ կապիկ են, տիտանին տանենք ծախենք։ Լևոնց անայ։ Եկա բող կավագեք տիկ ջան։ Հետո դու կփախնաս տիրոջդ մոտից փողը կկիսենք։ Լավ է չի գայ։ Ճիշտ է, քեզ ընդ մի գործ եկե դասավար։ Մեկի մաման գաբրես կռիվ։ Ես ասել տղուս կապիկ։ Կապիկ չեմ ասել։ Ասել եմ կենտան։ Մեր պատրին։ Պիոներ։ Մի արա դες փորդ բացվում է։ Դու քայլիր։ Պիոներ։ Մի հատ սենց արա ու սկսում է։ Ամենուր առաջ դու քայլիր։ Ուշադիր, всё։ Արա ձերդ մի բացա։ Չկարաս։ Արա քեզ դու գնում ես դրանք շարժը։ Սա ինը там սպանել արա։ Տեղը ստայնում։ Վայ քուախ։ Մարդ այդքան անպարտաճանաչ չի լինի տիտան։ Քիթս խտիկ գալի վեճնը խիանձո։ Ուշադիր։ Պուպուշ։ Այդ վախից են անում։ Յա, բավարիմ ձեռներից էր կպեմ։ Չես հիշում, որ կեղտոտել էր սենց բռնել էի։ Գալի վրաս ծարտում։ Ջանգրում։ Մի ճպցրա։ Թե չենենց կճպցնեմ։ Ձև։ Մազերս փաթաթվեն վիզդ խեղտեն քեզ։ Վերջի օծ են դառնալու քեզ խայթեն։ Աննորմալ արարած։ Ջան շնորհք եմ խոսում եթերով։ Ոզիս մյուս կողմից դուրս եկավ ասում։ Բայց ես տես չեմ կյանքում խոսում, ոնց որ այդտեղ եմ խոսում։ Անան երգում է, լավ թե վատ, դա կարևոր չէ։ Կարևորը երգացանկն է, որը մեր հաղորդավորին ներկայացրել է իր հաղորդավար գիծ երգչուհի կարիերայի ընթացքում։ Չեմ ուզում լինել ես 4-րդը։ Ժամն է եկել անցել 7:40։ Տխուր դրտում կանգնած այս անգոտ քաղացում։ Անդու։ Համայակի սապոգը, աշտարակի պոպոքը։ Հայ նարո, քիլեր տանք մեր նանամ։ Հայ աչեր թախծո։ Միշտ ասնում եմ կաղկայես։ Ախնջան։ Ես ես երկի համար ադամանդ եմ ստացել։ Լա։ Պահեմ ձերքերս այստեղ։ Ֆրգդայի հուհու։ Շալալալալա։ Ինչա ուրա։ Առաջին հարիզոնական։ Աննան անհիշելի ժամանակներից վարում է հայ 5-ը։ Երգիչ երգչուհիները այդ ժամանակ միացնում են հեռուստացույցը, որպեսզի լսեին, թե նա ինչ է ասում իրենց մասին, բայց ամենատպավորիչը ինձ դա ամենևին էլ չի ուզում, որովհետև ես Աննան եմ նախադասություններ։ Վերհիշենք հայ 5-ի ժամանակները։ Այսօր անհավես մենք սկսում ենք հայ 5-ը։ Լսի բախի թագակչանին չմոցրինք մի քիչ ուրախանայինք։ Բայց ահագին ծիծաղալու առիթ կլիներ։ Բարձրացրու գլուխը, տաննա։ Բաց արա հոգնած կոպերդ։ Խոսախրանքն անմար է, քո անունը մեր շուրթերի։ Քվեարկեք հայ լսի ես նոր եմ հասկացել, որ դեր հովա, այսինքն հլե հովա, էլի, դեր հովա։ Ես դեր հովան մտածում եմ, դեր հովա երևի ինչ-որ ուրիշ լեզվով անուն է, ոչ հայկական անուն է, դու մի ասա դեր հովա։ Լսի, դավայ մի օր Ալադինի շարեմ կապիկին բերենք են, կապիկով նկարում։ Ոխ, ոտերս տափակով նենց են հոգնում, լպոսի բաբիկան։ Ոխ, ծովմա։ Ոխ, ես ոսկորս ծովմա։
Ինչ։ Գևորը։ Դումորների մեջ եմ տու։ Չավը տանը։ Այսօրվա հայ 5-ը մոտեցավ։ Տոփեմ ես սորտիկին արդեն։ Ինչով է տարբերվում հայ 5-ը հայ 10-ից։ Այն կրկին վարում է Աննան, կրկին հայկական տեսահոլովակների մասին է, սակայն այս դեպքում տեսահոլովակների թիվը ոչ թե 5-ն է, այլ 10-ն է։ Աննան հայ 10-ում։ Կենտրոն 21-ին չբուրաշկային հայերեն գիտես ոնց են ասում։ Դդխտիկ։ Ես մի տեսահոլովակի մասին ոչինչ չեմ ուզում ասել, շատ խառը սյուժե է, ու նմանատիպ երգեր էլ ունկնդրելով մի անգամից հիշում են, թե երբ են առաջին անգամ եղել ծավում։ Beautified Project, Some Promised Hope, 7-րդ հորիզոնական։ Հայ, դի կկտրվի շատ դանդաղ ասացի։ Դե մի հատ կադրը փոխի տեսնեմ դիրքս վատ է։ Եթե լավ է փոխեմ սարքի վատ։ Ես սիրում եմ քո ժպիտը։ Ոյ, այսօր որտեղ ասես չենք փնտրել այս կիրպիչներից։ Չէ, մի հատ բան կար, այդտեղ պիտի նեղացնեինք պատը, այս կիրպիչներից էինք ման գալիս, ոչ միտեղ չգտանք։ Ուրիշ բան առանք փոխարինող։ Անցյալից չեմ փորձի փախչել, դու եղել ես չեմ կարող, բաց երկնքի տամ, որ աստղերն են միշտ վարում։ Այս անգամ հիմա, ինչ է, վսյո, փակումն ասա, մտածելով եմ փակում, բայց տենց ասանց կանը։ Այսքանը միթե բավական չէր, մի հաղորդավար ու տեսադրանից, ով գրեթե ամեն օր ասում է եթերում դեսքթոփն է, ու ամեն շաբաթ հիշեցնում է, որ ինքը Աննան է, էլի մի քանի կադր ու վերջ։ Ոյ, ոնց եմ կարոտել իմ են մի քիչ ավելի շուտվա ջահելությունը, այն որ մի քիչ մեծացել ես, բայց հլա երեխա ես, 14-15, բրեյքդանսի գնացել եմ, նկարչության, լուսանկարչության, ումելի ռուչկի խմբակ եմ գնացել, պրիրոդայի ինչ-որ տենց էլի բանի այդ ինձ հավես էր։ Ուրը ասես չեմ գնացել, բայց ամեն ինչի մի քանի օր։ Ու գիտես ինչ եմ եկել միշտ երազել, այն որ սենց թռնում են, որ սենց թռնում են ու ձեռի վրա հետո սենց հետն։ Հա, նենց եմ միշտ ուզել, բայց չեմ կարանը։ Ասա ինչի տա պետք որ երազում ասեմ։ Մեկ էլ ամենահին երազանքս բանն է, ամպերի վրա թռչկոտելը։ Այն որ սենց պուխլի սենց ամպեր կան, ոնց որ բամբակի կույտ լինի։ Բայց դե գիտեմ որ ան իրականալ է, որտև այդ օդը, բայց դե թվում է թե ինքան փավուկ, ասենց պիտի ինգնես մեջը ու բատը տլնի։ Ինքան մանթվա եմ ընգնում, երբ որ բանն եմ կարդում կամ տենում, անխելք մարդը, թե մարդ ինչքան հիմար կարա լինի։ Այսօրվա եթերովը մոտեցավ ավարտին, եթե տխրեցիք հիշեք, որ մենք անպայման կհանդիպենք եթերովի շրջանակներում նոր շաբաթ, իսկ մինչ մեր նոր հանդիպումը նախորդ հաղորդումները դիտեք մեր կայքում 3w.daxamay.tv, ես Նիկան եմ, կհանդիպենք։